Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սպասի ինձ հաղորդաշարը կրկին եթերում է և մենք հույս ունենք, որ դուք սպասել եք այս խոսքերին։ Եվ ոչ միայն այս խոսքերին, հույս ունենք, որ ամեն շաբաթ սպասում եք երկուշաբթի երեկոներին, երբ կրկին պետք է անցկացնենք միասին մոտ կես ժամ, լսելով իրական մարդկանց կյանքի իրական պատմություններ ու ականատես լինելով հանդիպման երջանիկ պահերի։ Մենք նաև հույս ունենք, որ այդ պատմությունները կներխուժեն յուրաքանչյուրի տուն, կհուզեն, կստիպեն մտածել կարևորի մասին։ Հույս ունենք, որ այստեղ զարգացող իրադարձությունները, մարդկանց կյանքում տեղի ունեցող երբեմն անհավատալի իրավիճակները կստիպեն բոլորին մտածել։ Հույս ունենք, որ մեր հաղորդման հերոսների կյանքի սցենարները կփոխեն բոլորիս մոտեցումները, կստիպեն շատ բաների նայել այլ տեսանկյունից։ Եվ իհարկե մենք հույս ունենք, որ այսօր կրկին կասենք մեր հաղորդման ընթացքում հնչող ամենահաճելի խոսքերը։ Գտել ենք ու կրկին երջանկություն կպարգևենք որևէ մեկին։ Եվ առհասարակ, կլիներ արդյոք սպասիր ինձ նախագիծը առանց հույսի, երևի չէ։ Հույսը շարժիչ ուժն է, հույսը այն գործոնն է, որը թույլ չի տալիս թևաթափ լինել ու ստիպում է գնալ երազանքի հետևից մինչև վերջ։ Եթե ձեր մեջ եւս հույս արթնացրինք, ապա սկսում ենք այսօրվա թողարկումը։ Մեր հանդիսատեսի շարքերում հեշտ է ճանաչել նրանց, ովքեր այստեղ են եկել հստակ նպատակով, այն է սկսել իրենց համար հարազատ մեկի որոնումները։ Այո, նրանց ձեռքում վստահաբար կան լուսանկարներ, որոնք անպայման պետք է ցուցադրենք մեր եթերում։ Ես արդեն տեսնում եմ մեր այսօրվա հյուրին, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ներկայացեք եւ պատմեք, թե ում եք փնտրում։ Սուսաննա Չոբանյան։ Ես փնտրում եմ մամայիս քեռիներին, քեռիների երեխաներին։ Նրանք եղեռնուց փախածներ են, տատիկիս 7 եղբայրները, որոնք 100 տարի առաջ գնացին Ամերիկա, եւ հանկարծ Եփրեմը, որ ես դպրոցական էի, գալիս է Հայաստան։ Եվ շատ օգնում տատիկիս, որ պապս այդ ժամանակ մահացած է լինում։ Եվ հիշում եմ մեր հանդիպումը, նա շատ էր սիրում արվեստ ու ինձ հարցրեց, թե ինչ ես ուզում դառնալ աղջիկս։ Դե ասեցի երևի դերասանուհի, բայց ծնողներս ուզում են ես ինժեներ դառնամ, չնայած ծնողներս հետագայում հաղթեցին։ Իսկ կարող ես արտասանել, ասեցի, այդ պահին հիշեցի Սևակին։ Ու սկսեցի, համային աշխարհում այդքանի երկիր ունի Արարատ, զարմացավ ինքը, ով էլ որ չասի Աստվածաշունչի իր մագաղաթե դեմքը դեմ կանի ու կասի կարթա այդքանի երկիր ունի Արարատ, իսկ Արարատը անունը կա, անուն չկա, Վարդապետ իմ խեղճ, երբ որ ասեցի Վարդապետ իմ խեղճ, ինքը արտասվեց։ Գրկեց ինձ ասում է, ես էլ վարդապետ էի, կորցրեցինք մեր եկեղեցիները, մեր այգիները Զեյթունի եւ ամեն ինչ կորցրեցինք, մեր ոսկիները հորերով, հիմա եկել ենք Ամերիկա։ Եվ նրանք չկամեցան սովետական միությունում ապրել, զերո վիճակից գնացինք պարտքերով, մեկը ուներ այսա ուներ արդեն։ Անունը գիտեք, անունները։ Ջորջ Սիմոնյան, Ջորջ Քեյ։ Ես ունեի նրա գործարանի հեռախոսի համարը, երբ որ 25 տարի առաջ գնացի Ամերիկա, զանգահարեցի, ցավոք սրտի քարտուղարուհին ասեց, որ վաճառել է 2 տարի առաջ։ Շատ խնդրեցի, որ համարը տա, որ իմ գրքերը իրեն տամ, ձեզ իմ գրքերն են բերել, սրանք ընդամենը մի մասն են։ Շնորհակալություն։ Ջորջին չկարողացա Ջորջ Քեյ կամ Ջորջ Սիմոնյան, որը շատ հայրենասեր էր եւ ծնվելով Ամերիկայում նա հայերեն գիտեր շատ լավ։ Ինձ հաղորդում էին, թե ինչքան հայրենասեր էինք, մորաքույրս գնաց, տատս գնաց, իսկ մյուսը Ալիս Գևորքյան, որին ես տեսա։ Հրաշալի հայրենասեր անձնավորություններ են նրանք,
մեծ հուշեր ունեմ նրանց հետ կապված, ձայնագրում էին ինձ, ձայնագրում մորաքրոջս, որ հայրենասիրական երգեր էր երգում այն ժամանակ, սովետականության ժամանակ նրանք չէին էլ թողում, որ այդ երգերը լիներ։ Իսկ հիմա ինչքան եմ ուրախանում ու արտասվում, տատս երգում էր այդ երգերը, 7 եղբոր մի քույր, որը ընդամենը կենթանի էր մնացել, մեր քույրը տատս եւ 2-3 եղբայր։ Մնացածը ամբողջ ընտանիքներով, ամուսիններով, երեխաներով բոլորը մահացել էին։ Ունեք տեղեկություններ, թե Միացյալ Նահանգներում որ քաղաքներում են ապրել։ Ջորջ Սիմոնյանը կամ Ջորջ Քեյը, որ ես զանգարեցի, այս ֆաբրիկան վաճառել էր, նա Գլենդելում է։ Մեկ է Ալիսը կարծեմ Գլենդելում չէ։ Այդ արդեն չեմ հիշում որտեղ է ինքը։ Հոլիվուդում գուցե։ Բայց կրկին Կալիֆոռնիայի մասին է խոսքը։ Այո, Լոս Անջելես։ Դուք ապրում եք Հայաստանում հիմա։ Ոչ, մի քանի ամսով եկել եմ, մեկ ամսից գնում ենք եւ Հայաստանը դե մեկ ուրիշ բան է դա։ Ուրիշ բան է դա։ Եվ շատ ճիշտ են ասում, որ սա է մեր սիրտը։ Իսկական մեր քեռիները, այդ Եփրեմը եւ Ավետիքը, եթե այս նկարները տեսնեն, իրենք Եփրեմի Ավետիքի երեխաներն են եւ մյուս քեռիների երեխաները նույնպես այնտեղ են, բավականին մեծ շատ մարդիկ կան այնտեղ։ Պետք է խնդրենք ձեզ, որ դիմեք ձեր ազգականներին։ Խնդրում եմ նայեք տեսախցիկին եւ այն խոսքը, այն մտքերը, որ ունեք, փորձեք ձևակերպել։ Այո, սիրելի Ջորջ Քեյ կամ Ջորջ Սիմոնյան, ես հուսով եմ, որ դուք եւ հավատում եմ, որ դուք կարող եք հանկարծ լսել ես հաղորդումը, ես շատ մեծ ուրախությամբ ուզում եմ տեսնել ձեզ, շատ հարցեր կան, որ պետք է միասին լուծենք եւ Ալիս Գևորգյան նույնպես, ես ձեզ շատ կարոտել եմ։ Շնորհակալություն ձեզ հանից։ Մենք ենք շնորհակալ։ 1972 թվականի դեկտեմբերի 1-ին ծնված Արմեն Մարգարյանին է որոնում դուստրը՝ Միլենան։ Միլենայի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 15 տարեկան էր։ Վերջին անգամ Արմենը զանգահարել է Երևանում բնակվող իր մորը 2014 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Արթուրին եւ նրա ընտանիքին է որոնում նրանց ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Լինա Փանոսյանը։ 70-ական թվականներին Լինայի հարազատներն ապրում էին Երևանում։ Հայտնի է, որ Արթուրը Անահիտ անունով քույր ունի։ Նրանց հոր անունը Ռոբերտ է, իսկ հորաքրոջ անունը Էմմա։ Մարինա Մալոյանը երազում է գտնել զարմուհուն՝ Աննա Հակոբյանին։ Աննայի հայրը Կարլեն է, Մարինայի քեռին է։ Կարլենը մահացել է 1978 թվականին, 39 տարեկան հասակում։ Մի քանի տարի անց նրա կինը Հասմիկը վաճառել է Երևանում գտնվող իրենց բնակարանը եւ դուստրերի հետ մեկնել անհայտ ուղությամբ։ Ազգականների հետ կապը այդ օրից ընդհատվել է։ Ասիա Միսակի Սահակյանին է խնդրում արձագանքել նրա քույրը՝ Ժենյան։ Վերջինիս հայրը՝ Միսակը, Իրանի քաղաքացի էր, բայց ապրում ու աշխատում էր Դոնի Ռոստով քաղաքում։ Այնտեղ ծանոթացել է երիտասարդ աղջկա հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ 1926 թվականին մեկնել է Իրան ազգականներին այցելելու, սակայն երկրից դուրս գալ այլևս չի կարողացել։ Նույն օրերին պարզվել է, որ նրա կինը հղի է։ 1926 թվականին ծնվել է Ասյան։ Հայրենիքում Միսակն ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է որդի եւ 3 դուստր։ Ավագ դստեր ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեն։ Լիլիթ Վարդանյանը ցանկանում է տեղեկություն ստանալ իր պապիկի եղբոր Աղվանի մասին։ Աղվանը ծնվել է 1921 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում։ 1943 թվականին նրա ընտանիքը նամակ է ստացել, որում ասվում էր, որ Աղվանն անհետ կորած է ճանաչվել։ Աղվանի մայրը մինչև կյանքի վերջ սպասել է որդու վերադարձին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անհետ կորած Սերգեյ Ենգիբարյանի մասին որևէ տեղեկություն է փնտրում նրա զարմուհին՝ Գայանեն։ Վերջինիս մայրն ամբողջ կյանքում երազել է գտնել եղբորը, սակայն մահացել է, այդպես էլ ոչինչ չիմանալով նրա մասին։ Վերջին նամակը Սերգեյից ընտանիքը ստացել է Վրաստանից 1941 թվականին։ Ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը դրանից հետո, հայտնի չէ։ Արմեն Նիկողոսյանին է որոնում իր դուստր Կարինեն։ 2014 թվականին Արմենը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։
Վերջին անգամ տուն է զանգահարել 4 տարի առաջ Լիպեցկ քաղաքից եւ ասել, որ աշխատում է որպես պահակ ավտոկայանատեղիում։ Դրանից հետո Արմենի հետ կապն ընդհատվել է եւ ընտանիքը մինչ օրս որևէ լուր չունի նրա մասին։ Կարինեն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Գուրգեն Բաղումյանին է որոնում նրա ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Բագրատ Խաչիկյանը։ Գուրգենը ծնվել է 1959 թվականին։ 1990 թվականին մեկնել է Լենինական քաղաքից եւ այլևս կապի դուրս չի եկել։ Ընտանիքն արդեն 30 տարուց ավելի ոչինչ չգիտի նրա մասին։ Բարեկամությունը միայն արյունակցական կապը չէ։ Դա նաև էմոցիոնալ մտերմություն է, ընդհանուր հիշողություններ եւ միանման արժեքներ։ Մտերիմ ազգակցի կորուստը մեծ ողբերգություն է։ Հենց դա հասկանալով մենք անում ենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ կարողանան գտնել իրար։ Մեր թիմի կողմից կատարվող աշխատանքի մեծ մասը անտեսանելի է մնում հեռուստադիտողի համար։ Յուրաքանչյուր երկուշաբթի այս տաղավարից մենք պատմում ենք այդ աշխատանքի արդյունքների մասին, որպեսզի ոգևորենք բոլոր նրանց, ովքեր արդեն հուսահատվել են։ Մենք հաստատ գիտենք, որ հրաշք թվացող իրադարձություններ տեղի են ունենում պարբերաբար։ Կարող եք հավատալ դրանց, կարող եք չհավատալ, բայց այն պատմությունը, որն այսօր կներկայացնենք ձեզ, հաստատ անտարբեր չի թողնի ոչ մեկի։ Իսկ թե ինչից ամեն բան սկսվեց, պարզ կդառնա տեսանյութից։ Դիտենք։ Հերթական որոնման հայտի հետքերով Մոսկվայում ենք։ Մեզ են դիմել Խանանուշյանները։ Նրանք ուզում են գտնել ռումինացի փաստաբան Նիկոլայ Պոնչեսկուի հետնորդներին։ Տոհմում անավարտ մնացած իրավական մի հարց կա։ Մեր ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվել է տեղեկություն, որ մենք մի մեծ ժառանգություն ունենք, որը գտնվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Ժառանգությունը թողած մարդու անունը Հովսեփ է, որը ժամանակին հեռացել է հայրենիքից։ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ագուլիս քաղաքից։ Խանանուշյանների 111-ամյա տոհմածառն է։ Այն կազմել է փաստաբան Պոնչեսկուն 20-րդ դարում, բայց նախ պատմությունը ներկայացնենք սկզբից։ Խանանուշյանների նախահայրը Հովսեփ Անուշյանը ապրում էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Նա զբաղվում էր հագուստի ու մետաքսի առևտրով, իրար կապելով արևելյան եւ եվրոպական շուկաները։ Հովսեփն ուներ ամեն ինչ, միայն ընտանիք չուներ։ Նամակագրական կապն ապահում էր միայն իր ավագ եղբոր Գալուստի հետ։ Հենց նրան էլ մահից հետո Հովսեփը կտակեց իր ամբողջ ունեցվածքը, բայց Գալուստը ժառանգության հարցով զբաղվել չհասցրեց։ Հնդկաստան գնալու ճանապարհին նա դժբախտ պատահարի հետևանքով մահացավ։ Իդեպ մեր տոհմը հենց Գալուստից է սերում։ Կար ևս մի եղբայր, որը նույնպես ժամանակին Հնդկաստանում է հայտնվել։ Այնտեղ մեծ ունեցվածք է ձեռք բերել եւ բավականին հայտնի առևտրական է եղել։ Հովսեփը բազմաթիվ լեզուների էր տիրապետում։ Շատ էր ճամփորդում Արաբիայով, Եմենով։ Մյուս եղբայրը Ավետիսը նույնպես ընտանիք ուներ։ Որդիներն էին Կոնստանտինը, Վարշամը, որն իմ պապիկն է։ Վարշամի որդու անունը ևս Կոնստանտին է։ Նա արդեն իմ հայրն է։ Դե իսկ հաջորդը ես եմ, Արմենը։ Ստացվում է, որ ես Հովսեփի ժառանգատուի եղբոր թոռն եմ, իսկ թե որտեղից այս ամենը գիտենք։ Սա պատմվել է մեր ընտանիքում տարիներով, ինձ պատմել է հայրս, նրան պապիկս, եւ այդպես շարունակ։ Ունենք նաեւ փաստաթղթեր, որոնք հաստատում են մեր ազգակցական կապը Հովսեփի հետ։ Կտակը պահվեց Կալկաթայի անգլիական բանկերից մեկում։ Անուշյան եղբայրների մահից հետո դրա մասին ոչ ոք չգիտեր։ Այն հայտնաբերեց Արևելյան Հնդկաստանի գանձապետարանում աշխատող ռումինացի մի երիտասարդ 1913 թվականին։ Ժառանգությունը Անուշյաններին փոխանցելու հարցով նա դիմեց իր հորը, փաստաբան Նիկոլայ Պոնչեսկուին։ Փաստաբանն ապրում էր Ռումինիայի Իասի քաղաքում։ Նա ծանոթացավ գործի մանրամասներին ու որոշեց գտնել Անուշյաններին, որոնք ինչպես հետո պետք է պարզվեր, դարձել էին Խանանուշյան։ Նիկոլայ Պոնչեսկուն ժամանել է Կովկաս, անցել Թուրքիայով, Պարսկաստանով, Վրաստանով, հասել է Հայաստան, ամենտեղ գտել է ազգակիցների, բոլորից վերցրել է լիազորագրեր այս գործը վարելու համար։ Մեծ քանակով լիազորագրեր է հավաքել։ Ես նույնիսկ տեսել եմ պայմանագրի պատճենը, որում ասվում էր, որ իր կատարած խոշոր ծախսերը հաշվի առնելով վերցնելու էր ժառանգության 60%-ը։
իսկ 40%-ը փոխանցելու էր ժառանգներին։ Պայմանագրում նաև նշված էր, որ մինչև ժառանգորդները չստանան իրենց 40%-ը, Բոնչեսկուն չի կարող ստանալ իր բաժինը։ Դա պարզ ամրագրված էր առանձին կետով։ Նիկոլայ Բոնչեսկուն մեկնեց Կալկաթա, նամակով Խանանուշյաններին հայտնեց, որ դիմել է դատարան, գործն ընթացքի մեջ է։ Որը ժամանակ անց փաստաբանը եւս 2 փաստաթուղթ խնդրեց, բայց Խանանուշյանների ուղարկած նամակը տեղ չհասավ։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Հնդկաստան տանող ճանապարհները փակվեցին։ Այսպիսով Խանանուշյանների եւ Նիկոլայ Բոնչեսկուի միջև կապը խզվեց։ Ինչ է հետագայում պատահել Բոնչեսկուին, որտեղ է գտնվել, ինչ փաստաթղթեր են նրա մոտ եղել։ Գտել է արդյոք կտակը, որը հավանաբար շատ քիչ մարդիկ են տեսել, քանի որ այն բանկում էր պահվում։ Հայտնի չէ։ Դրանք շատ հին 20-րդ դարասկզբի փաստաթղթեր են։ Դեղնած, անգամ ձեռքի մեջ փշրվում են։ Դրանց թվում է Բոնչեսկուի հետ նամակագրությունը։ Նրա նամակներն են ուղղված մեր ընտանիքին եւ ընտանիքի պատասխանները նրան։ Բոլորը բնօրինակներ են։ Խանանուշյանների Երևանում ապրող եւս մեկ ազգականը Նարինեն նույնպես հետաքրքրված է այս հարցով։ Մենք միշտ իմացել ենք այդ պատմության մասին, սովետական միության ժամանակ այդպես թեթևակի գրեթե էլի չենք հետաքրքրվել, բայց մեր միշտ ասում էին, որ ձեր գործը ոնց որ առաջի այդպիսի գործեր մի հատ չի որ եղել են, որովհետև Հնդկաստանում բավականին շատ կային հայ մեծահարուստներ, որոնք ինչ որ կտակներ են թողել։ Խանանուշյանները ժամանակ առ ժամանակ դիմել են իրավական հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների։ 2000-ականներին գտել են նոր փաստեր ու փաստաթղթեր։ Թղթապանակի վրա, որում պահվում էին փաստաթղթերը, գրված էր «Պահպանել հավերժ»։ Շատ հետաքրքիր առանձնահատկություն է։ Դա նշանակում է, որ խոսքը շատ լուրջ ժառանգության մասին է։ Եվ պետությունը շահագրգռված էր, որ այդ գործը մոռացության չմատնվի։ Եվ գուցե նաև պատրաստ էր օգնել ժառանգներին ստանալու այդ գումարը։ Բազմաթիվ ուշագրավ փաստաթղթեր, նամակներ։ Դրանց թվում է Բոնչեսկուի հետ նամակագրությունը, ինչպես նաև Բոնչեսկուին տված լիազորագրերի պատճեններ կան։ Խանանուշյանները դիմել են «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Նրանք հույս ունեն, որ կգտնեն փաստաբան Բոնչեսկուի ազգականներին կամ այն մարդկանց, որոնք ինչ-որ բան գիտեն այս պատմության մասին։ 100 տարուց ավելի է անցել, իսկ այս ժառանգության գաղտնիքը մինչ օրս բացահայտված չէ։ Բոլոր նրանց, ովքեր դիտում են այս հաղորդումը եւ տեսնում են ինձ, մեծ խնդրանք ունեմ։ Եթե որևէ բան գիտեք Բոնչեսկուի ընտանիքի, նրա որդիների, թոռների, գուցե ծորների մասին, կապ հաստատեք «Սպասիր ինձ» հաղորդաշարի խմբագրության հետ։ Դիմում եմ այն մարդկանց, բարեկամներին, միգուցե մեր, որոնց չեմ ճանաչում, ով որ ինչ-որ տեղեկություն գիտի այս պատմության մասին, կտակի մասին եւ ինչ-որ բանով կարող է օգնել։ Նաեւ իրավաբան Բոնչեսկուի ժառանգներին, միգուցե ինչ-որ մեկը ճանաչում է կամ իրենք լսեն, արձագանքեն, որպեսզի ստանանք տեղեկություններ այս գործի վերաբերյալ։ Մարդկանց կարող է թվալ, որ որոնողական աշխատանքներ իրականացնելը բարդ գործ չէ։ Պատմեցիր պատմությունդ, սպասեցիր, երբ քեզ կճանաչի հեռուստադիտողներից մեկը եւ վերջ։ Բայց եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, ապա որոշ որոնումներ չէին տևի տարիներ։ Մեր հաղորդման ընթացքում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման հետևում մեծ ծավալով աշխատանք ու մարդկային ջանքեր են թաքնված։ Ամեն օր, ցերեկ թե գիշեր, հնչում են զանգեր, ուղարկվում են նամակներ, հավաքվում են տեղեկություններ, որպեսզի մեր հերթական եթերը կայանա։ Այդ ընթացքում մեկը մյուսին են հաջորդում հաջողության եւ ոգևորության, անհաջողության ու հուսահատության պահեր։ Բայց այդ ամենին պետք է պատրաստ լինել։ Չէ որ սպասված արդյունքը մոռացնել է տալիս ամեն տեսակի դժվարություն։ Ինչով ավարտվեցին այս որոնումները, կիմանանք տեսանյութից։ Դիտենք միասին։ Բարև ձեզ, ես Նիկոլաևա Մարիաննա Լեոնարդովնան եմ։
Ապրում եմ հրաշալի քաղաք Սանկտ Պետերբուրգում։ 3 հիանալի երեխաների մայրիկ եմ։ Մարիաննան Հովսեփ Անուշյանի քրոջ Փառանձեմի ծոռնուհին է։ Հովսեփ Անուշյանի մասին տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ նա առևտրական է եղել, ապրել է Հնդկաստանում, ժառանգներ չի ունեցել։ Այս պատմությունը մեզ մանկուց հայրս է պատմել, Ղարիբյան Լեոնարդ Աշոտովիչը։ Նա ասում էր, որ եղել է մի փաստաբան, որը զբաղվում էր տվյալների հավաքագրմամբ։ Մեր ազգականներից լիազորագրեր էր վերցնում։ Ավելի ուշ արտասահմանյան իրավաբանական կոլեգիա հարցում ուղարկելուց հետո իմացա, որ բացի իմ ապուտատի ընտանիքից եղել է ժառանգ հանդիսացող եւս 5 ընտանիք։ Այս գործի մասին տեղեկություններով սկսեց զբաղվել այդ փաստաբանի որդին։ Փաստաբան Բոնչեսկուի մասին համացանցում տեղեկություններ փնտրելիս Մարիաննան տեսավ, որ նրան որոնողներ էլի կան։ Մենք սկսեցինք Անուշյան ազգանվան եւ ժառանգության մասին տեղեկություն փնտրել համացանցում։ Գտանք մի կայք, որում ասվում էր, որ Մոսկվայում գտնվող արխիվում դեռ սովետական միության ժամանակից ժառանգների որոնման մասին գործ կա։ Անուշյանի ժառանգության գործն էր, կազմված 132 թերթից։ Մենք հարցում ուղարկեցինք կոլեգիա, շատ հետաքրքիր հանգամանքներ պարզեցինք։ Նիկոլայ Բոնչեսկուն մահից առաջ փոխանցել է գործն իր որդուն։ Սպասիր ինձ նախագծի կայքում տեսանք, որ այլ մարդիկ եւս որոնում են Նիկոլայ Բոնչեսկոյի հետնորդներին։ Ինչպես նաև մանրամասնորեն նկարագրվում է չստացած ժառանգության մասին պատմությունը։ Ստացվում է, որ այս պատմությունից փորձում են գլուխ հանել նաև մեր հեռու ազգականները։ Գիտեք, մենք խնամքով պահում ենք մեր ընտանեկան ալբոմները։ Դրանցով հիմա Մարիաննան է զբաղվում։ Կարգի է բերում ալբոմները։ Կարող ենք ասել բազմահատոր հրատարակություն է։ Ազգակիցների մասին հիշելը շատ կարևոր է։ Երբ մենք հեռանանք, մեր երեխաները պետք է իմանան ովքեր են եղել նրանց պապիկը, տատիկը։ Ռուսական մի աֆորիզմ կա ազգականներին չհիշող Թովմայի մասին։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք մոռանում են հարազատներին։ Շատ կարևոր է, որ երեխաները հիշեն իրենց ծնողներին, հարգեն նրանց հիշատակը։ Ես համարում եմ, որ ազգակցական կապը ծառի է նման։ Որքան ամուր եւ խորն են արմատները, այնքան ամուր է ծառը։ Դա ակնհայտ է։ Հարգելի ազգականներ, որոնց մենք առայժմ չենք ճանաչում։ Հաղորդաշարի եւ մեր ընտանիքի տոհմածառով զբաղվող իմ դստեր շնորհիվ ուզում ենք ընկերանալ։ Անկամ եթե չգտնենք Անուշյանին եւ նրա ժառանգությունը, կիմանանք, որ այդպիսի ազգականներ ունենք։ Եվ դա նույնիսկ ավելի մտերմիկ եւ հարազատ կլինի մեզ բոլորիս համար։ Բոլորին հաջողություն եւ ամենայն բարիք։ Այլևս ոչինչ չէր կարող խանգարել սպասված հանդիպմանը։ Մենք ամեն բան հաշվարկել էինք այնպես, որ գտնվելու մասին նորությունը իրոք անակնկալ դառնա։ Եվ ստացվեց։ Կարծում եմ, սիրելի հեռուստադիտողներ, դուք ուզում եք րոպե առաջ իմանալ ինչպես կայացավ հանդիպումը, անկեղծ ասած մենք էլ։ Տիկին Նարինե, մեր հիմնական նկարահանումն ավարտեցինք, բայց չենք շտապում հեռանալ, որովհետև դեռ ասելիք եւ անելիք ունենք։ Ենթադրում եմ, որ ինչ որ մեկին գտել եք, ում հետ երևի թե կապ պիտի հաստատենք։ Փաստաթղթերի, իրերի եւ ժառանգության որոնման հայտեր «Սպասիր ինձ» նախագծում գրեթե չեն լինում։ Մեր հաղորդաշարը միմյանց փնտրող մարդկանց մասին է։ Այնուամենայնիվ որոշեցինք անդրադառնալ այս որոնման հայտին, քանի որ ստացել ենք նմանատիպ եւս մեկը Սանկտ Պետերբուրգից։ Սանկտ Պետերբուրգից, չգիտեմ, հուսով եմ, որ Բոնչեսկու հետ կապված ինչ-որ նորություն կլինի։ Մարիաննա Նիկոլաևայի եւ ձեր որոնման հայտերը երկար ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ երկուսում էլ ներկայացվում է նույն պատմությունը։ Գլխավոր դերակատարները Խանանուշյաններն են եւ փաստաբան Բոնչեսկուն։ Նիկոլաևա, եթե ուրեմն էլի Ռումինիայից է, միգուցե։ Ահա, Նիկոլաևա ազգանունն է, հաստատ։ Չէ, ոչ մի ենթադրություն չունեմ, չգիտեմ, ահա, չեմ ճանաչում։
Մարիաննան եւս ունի կարևոր փաստաթղթեր եւ տիրապետում է պատմության առնչվող որոշակի ինֆորմացիայի։ Պատկերն ամբողջացնելու համար առաջարկում ենք զրուցել նրա հետ, գուցե միասին կարողանաք լուծել այս գլուխկոտրուկը։ Բարի, ցանկացած քայլ մոտեցնող տրամաբանական ավարտին ուրախալի կլինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Անունս Նանա է։ Շատ հաճելի է։ Ես Մարիաննան եմ, մայրս է Վալենտինա Վասիլիևնան եւ եղբայրս Աշոտը։ Ինձ նույնպես հաճելի է։ Որքան հասկանում եմ, մենք ազգականներ ենք։ Այդպես է։ Այո, Խանանուշյանների կողմից։ այո։ Այո, մեր ապուտատը նրա քույրն է, որքան մեզ է հայտնի։ Ում քույրը։ Հովսեփ Խանանուշյանի։ Անուշյանի։ Ազգանունն այն ժամանակ Անուշյան էր։ Այո, Խան Մասնիկը ավելի ուշ է ավելացել։ Ցավոք մենք ծանոթ չենք եղել։ Ուրախ եմ ծանոթանալ։ Իսկ դուք ինչ տվյալներ ունեք այս հարցի մասին։ Լուսանկար ունենք։ այո, շատ հին լուսանկար կա, որում պատկերված են մեր ապուտատը եւ իր ընտանիքը։ Փարանձեմը։ Ինչպես նաև արտասահմանյան իրավաբանական կոլեգիայի կողմից 50-ականներին պապիկիս ուղարկված նամակը կա, որում ասվում է, որ նա ժառանգորդներից մեկն է։ Նշված է նաև փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացվեր ազգակցական կապը հաստատելու համար։ Մոտավոր որ թվականների մասին է խոսքը։ 1954 թվականի։ Այո, Իսկ Հովսեփ Անուշյանը ձեր ի՞նչն է։ Կդժվարանամ ասել, չեմ հաշվել, թե որերորդ սերունդն է, բայց մենք տոհմածառ ունենք։ Ըստ որի մենք նրա եղբոր, Գալուստի ընտանիքից ենք։ Մենք մի լուսանկար ցույց կտանք, որում պատկերված են Փարանձեմ տատիկը, նրա 3 որդիները եւ 2 դուստրերը։ Ահա այսպիսի մեծ եւ գեղեցիկ լուսանկար։ Մինչ հիմա սա կարծես լեգենդ լիներ։ Մենք գիտեինք դրա մասին։ Նայում էինք լուսանկարին, ամուսինս էլ պատմում էր։ Այն կախված է պատին, եւ մենք միշտ իմացել ենք, որ սա պապիկն է, սա տատիկը։ Նրա հագին գեղեցիկ սպիտակ զգեստ է։ Եվ սա կարծես հեքիաթ լիներ, ընտանեկան հեքիաթ։ Այո, դա լեգենդ չէ, դա ամեն դեպքում իրողություն է։ Այո, այո։ Իհարկե չգիտեմ որքանով է իրատեսական ստանալ ժառանգությունը, քանի որ շատ հարցեր կան։ Որքան գիտեմ, նույնիսկ վաղեմության ժամկետը լրանալուց հետո էլ դատարանի միջոցով հնարավոր է փորձել որևէ բանի հասնել։ Գուցե, բայց պետք են իրավաբաններ։ Ես հույս ունեմ, որ հնարավոր է գտնել փաստաբան Բոնչեսկուի իրավահաջորդներին։ Այո, լավագույն տարբերակը նրա մոտ պահպանվող ինֆորմացիան գտնելն է։ Մենք կքննարկենք եւ միասին կորոշենք ինչ անել հաջորդիվ։ Ուրախ եմ տեսնել ծանոթանալ ձեզ հետ։ Շնորհակալ ենք, նմանապես։ Շատ հաճելի է։ Ուրախ եմ ծանոթանալ այսքան լավ ազգականների հետ։ Կապի մեջ կլինենք։ Արտակուստ դուք նման եք մեր նախնիներին եւ մեզ համար դա շատ ուրախալի է։ Հաճելի է լսել։ Շատ լավ։ Ուրեմն մինչ հանդիպում։ Ցտեսություն։ Շնորհակալություն։ Մինչ հանդիպում։ Ուրախալի է բարեկամ գտնելը։ Ամեն դեպքում հետաքրքիր է նոր ծանոթություններ եւ հաճելի մարդիկ, կմիավորենք ուժերը եւ միգուցե կշարունակենք մեզ հետաքրքրող գործը։ Պետք է թղթերով նայել կոնկրետ ինչ կա իրանց մոտ, որ մենք չգիտենք։ Շնորհակալ եմ հաղորդաշարին, որ հետաքրքրվեցին այս պատմությունով, հետաքրքիր էր եւ շնորհակալ եմ, որ անդրադարձաք այս հարցին։ Հուսով եմ միգուցե հետագայում էլի ինչ որ նորություններ լինեն եւ մենք նորից հանդիպենք եւ նոր հանդիպումներ ունենանք այլ մարդկանց հետ, այլ երկրներից։ Շնորհակալություն։
Ինչպես էլ պլանավորենք ամեն բան, ինչպես էլ պատրաստվենք, կյանքը միշտ մեզնից մի քայլ առաջ է անցնում ու ինքն է մեզ ավելի հետաքրքիր անակնկալ մատուցում։ Յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ է, եւ գուցե դա է պատճառը, որ մեր նախագիծը այսքան տարի գոյություն ունի, չէ՞ որ մենք էլ մեր հեռուստադիտողների նման երբեք չգիտենք, ինչով ամեն բան կավարտվի։ Հավատում ենք, որ առջևում լուսավոր ու երջանիկ ապագան է։ Մեր հաղորդմանը ուշի-ուշով հետևում են մարդիկ, որոնց որոնումները դեռ ընթացքի մեջ են։ Հավատացեք, մենք անում ենք ամեն բան, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն։ Մենք գիտենք, որքան եք սպասում ու հավատում, ու հենց ձեր հավատն է ուժ տալիս, որ շարունակենք, չհանձնվենք ու հաջողենք, ինչպես եղավ այսօր։ Հավատացեք ու սպասեք, եւ հաջորդ երջանիկը կարող եք լինել հենց դուք։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։ Եթերում «Սպասիր ինձ» հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Ցտեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։